Բարև ձեզ սիրելիներս, երջանկությամբ և սիրով լիօր եմ ցանկանում բոլորիս։ Այսօր ես ցանկանում եմ խոսել մի փոքր հարաբերությունների մասին, մարդկային հարաբերությունների մասին, այդ ոնց է պատահում, որ ինչ որ մեկին մենք ավելի շատ ենք սիրում, ինչ որ մեկին քիչ ենք սիրում, չենք սիրում, ոնց է, ինչի է, մի հատ շատ հասարակ էլեմենտար պարզ օրինակներով բերեմ եւ մի քիչ էլ խոսանք վերջում այն մասին, որ հիմա շատ տարածված է օգտագործել դեռ քնած են մարդիկ, արթնանում են, մի փոքր ընդհանուր թե ինչի մասին է խոսքը։ Եվ ամենակարևորը, նորից եմ կրկնում, հասկանանք, թե ոնց է ալնում, որ մենք ընչենք, մեկին սիրում ենք, մեկին չենք սիրում, մեկը կարող է տեսար մեկին սիրում ես, մեկ էլ հոպ, ինչ որ հետը լավ ես վերաբերվում, բան ես անում, մեկ էլ մի վայրկյանից, երկու վայրկյանից օրվա ընթացքում ինչ որ հարաբերությունները փոխվում են։ Գնանք առաջ տեսնենք, թե այդ ամեն ինչը ինչի է տենց կատարվում։ Սկսենք էլեմենտար, ասենք թե նորից վերցնենք։ Խոսքի օրինակ, սա մենք ենք։ Դու ես եմ, ով որ է։ Մեկն է։ Ու մենք ունենք մեր դիմաց ինչ որ մեկին, որին որ գնահատում ենք լավ, սիրում ենք այդ մարդուն, այդ անձնավորությանը, եւ ունենք ինչ որ մեկին, որին որ գնահատում ենք, ասենք թե վատ, չենք սիրում այդ անձնավորությանը, ասենք թե նեգատիվ ինչ որ բան ենք դնում մենք իրան։ Ոնց է ալնում, որ այս մեկին սիրում ենք, լավ ենք վերաբերվում, այս մեկին կիսատ պրատ վատ ենք վերաբերվում։ Հարցը նրանում է, որ երբ որ մենք մտածում ենք կամ ինչ որ տեղ պետք է գնանք այս մեկի հետ հանդիպման, կամ իր մասին ենք մտածում, մեր մտքին գալիս է ինքը, մենք իր մասին սկսում ենք մեր մտքում մտածել ինչ որ պոզիտիվ դրական բաներ։ Էսի շատ լավն է, սիրուն է, հետը լավ եմ անցկացնում, որ գնամ իր մոտ շատ լավ է, իրար որ հանդիպենք ընտիրա, ինքը շատ լավ է անում, շատ լավ են անում։ Դու ինքդ արդեն այս մարդու մասին, դու ինքդ քո մեջ մտածում ես, խոսում ես, քո հետ որ դու խոսակցություն ունես մեջդ, իր մասին դու պոզիտիվ բաներ ես մտածում, պոզիտիվ բաներ ես խոսում, բայց դա դու ես։ Դու ես, որ իր մասին դա ես մտածում։ Այսինքն, երբ որ դու հետո գնացիր իրան տեսնելու, ինքը հիշում եք հայլու մասին մենք խոսացել ենք, հայլու մի հատ օրինակ ունեի, ինքը քեզ կվերադարձնի այն ամեն ինչը, ինչ որ դու իր մասին այն գլխից արդեն մտածել ես, որոշել ես, ինչա, ոնց է, դու գնացիր իրան հանդիպեցիր, շատ լավ իր հետ բան կանես, կհանդիպես, այդ հանդիպումը շատ լավ կանցնի, որտեղ դու արդեն այն գլխից իր մասին լավ, պոզիտիվ բաներ ես մտածել։ Այս մարդը քեզ կվերադարձնի նույն բանը, պոզիտիվը։ Հիմա դու պետք է գնաս այս մեկին հանդիպես, կամ ինչ որ գործ ունես, կամ չես հանդիպում, իր մասին պրոստը մտածում ես, բայց մտածում ես վատը, արա էսի սենց անում, արա դե սրա նստածը ձևը սենց է, սրա էսի սենց է, սրա մասին ես ասում, էսի սենց է, էսի նենց է, դու արդեն ինքդ քո մեջ մտածում ես եւ խոսում ես այս մարդու մասին, ինքդ ես որոշում, դա քո անձնական որոշումն է, քո անձնական մտքերն են։ Իր մասին դու մտածում ես նեգատիվը, այսինքն իրան տալիս ես բոլոր նեգատիվ բաներն ես տալիս ես մարդուն։ Եթե այս պարագայում դու տվել ես բոլորը պոզիտիվը, կստանաս պոզիտիվը։ Այս մարդու մասին մտածում ես բոլորը նեգատիվը, ինքը հանգիստ ու հեշտ գնում է ու քեզ հետ է բերում բոլոր նեգատիվ, այն ամեն ինչը ինչ որ դու ես իր մասին մտածել, այն ինչ որ դու ես իրան լցրել։ Դա չի նշանակում, որ այս մարդը իրականում տենց է, այս մարդը տենց է քո համար։ Սրա մասին մենք արդեն խոսացել ենք, որտեվ այս մարդը ուրիշի համար ինքը կարող է շատ դրական, շատ ընտի, շատ հոյակապ մարդ է, բայց քո համար ինքը տենց նեգատիվ է, որտեվ դու ես ինքդ ստեղծել այդ նեգատիվ դաշտը քո մեջ իր հանդեպ։ Ու դու կգնաս, կհանդիպես, ինչ էլ լնես, այդ հանդիպումը վատ կվերջանա։ Այսինքն ամեն ինչի սկիզբը մենք ենք։ Դա մեր միտքն է, դա մեր բառն է։ Ես հոլովակներ ունեմ այնտեղ բառի կապակցությամբ, մտքի կապակցությամբ, սա մոտավորապես նույն բանն է։
Հիմա կարող է դուք հարցնեք, բա այն մարդիկ, որ մեկ-մեկ գնում ենք, հանդիպում ենք, չենք էլ ճանաչում, չգիտեմ ով է, չգիտեմ ինչ է։ Ասենք թե ինչ որ մեկին պետք է գնաս տենաս, ըստեղ ասենք թե ինչ որ մեկին պետք է գնաս տենաս, որին որ չես ճանաչում, ով է։ Այդ պարագայում ոնց է ալնում։ Այդ պարագայում եթե դու պետք է գնաս ինչ որ մեկին տենաս, որին որ չես ճանաչում, նոր հանդիպում է, եթե դու ինչ որ նոր մարդ պետք է տենաս, ինչ որ գնում ես ինչ որ հանդիպման, որին չես ճանաչում, դու ինչ որ մի բանի համար գնում ես այդ հանդիպմանը։ Արդեն դու ինչ որ մի բան սպասելիք ունես կամ լավ կամ վատ։ Եթե գնում ես այս սրա հետ հանդիպելու, դու գնալուց առաջ կամ գնալու ընթացքում մտածում ես, էս ինձ կտա, չի տա, էսի լավ է, կլնի, չի լնի, կուզի, չի ուզի, այդ կուզիներն ու չուզիները, ինչքան էս պլյուս ու մինուսները դու բան ես անում, միջև գնալ հանդիպելդ կամ ընթացքում, այս ամեն ինչը ինչ որ դու ես էլի ստեղծում, միջև այս մարդուն ճանաչելը, դու ինքդ քո մեջ մտածում ես, կլնի, չի լնի, կուզի, կտա, չի տա, այդ ամեն մտքերից ինչը որ ավելի շատը գերադասեց, եթե գերադասեց պոզիտիվը, եթե դու միշտ մտածես, որ հա, գնում եմ խոսքի օրինակ, գնում եմ գործի ընդունվելու, ասենք թե պետք է գնաս շեֆիդ հետ խոսած, թազա շեֆա մարդա չես ճանաչում, օրինակ, դու գնալուց առաջ, եթե դու միշտ մտածես, որ ես արդեն ընդունվել եմ այդ գործին, շատ լավ մարդա, շատ լավ ամեն ինչ ելնելու, դու եթե մենակ տաս պոզիտիվը ու դու գնաս այս մարդու հետ հանդիպես, դու կստանաս այն, ինչ որ դու տվել ես։ Իսկ եթե դու մտածես, վայ, գնամ, կլնի, չի լնի, կընդունեն, չեն ընդունի, մի տեղի համար 100 հոգի այդ 100-ից ես կլնեմ, բա որ մյուսին վեկալեն, այդ կամ ու կացերդ արդեն այս ամենը տոպրակը, որ դու լցնում ես հայու չեյով, այդտեղ որը որ ամենաշատը գերադաս բան եղավ, ամենաշատը եղավ չենա կամ հանա, դու դա կստանաս։ Այսինքն էլի ես մարդուց չի կախված։ Ամեն ինչը կախված է քեզանից, ձեզանից, թե դուք ինչ միտք ունեք սրա կամ նրա հետ։ Ոնց է ալնում, ասենք թե ամուսնանում են, սկզբից ամեն ինչը շատ լավ է, ընտիր է, էսա, այնա, ինչ որ ժամանակ անցնում ու շատ ժամանակ այդ հարաբերությունները ինչ որ մի քիչ վատանում են, սրվում են։ Ինչի, որտեվ սկսում ես պահանջելը։ Այդ պահանջելը, որ սպասում ես մյուսից, պահանջում ես մյուսից, դա արդեն կամաց բան անում։ Այդ ամեն ինչը ոնց որ մի պահանջեք։ Թողեք մյուսին հանգիստ, դուք ձեզանով զբաղվեք։ Հիմա մի հատ օրինակ վերցնենք։ Խոսքի օրինակ, հանդիպում ես ինչ որ մի հատ մարդու, նոր մարդ եք, հանդիպել եք։ Այս մարդը շատ դրական է քո նկատմամբ։ Ծանոթ է, ընկեր է, ինչ որ է։ Ինքը կամ նոր ինչ որ ընկերություն եք անում, սիրահարվում եք, ինչ որ է։ Այս մարդը շատ դրական է քո նկատմամբ, դու էլ շատ դրական ես այս մարդու նկատմամբ։ Հանդեպ, երկուսդ իրար հետ շատ լավ եք։ Բայց դու մեկ է տեսար որոշում ես, որ այս մարդուն պետք է անես այդ մոմենտին, այդ բանին, որ դու իր հետ շատ լավ ես, դու ամեն անգամ որոշում ես, որ իրան էսի է պետք, իրան էսի է պետք, իրան էսի է պետք, իրան էսի է պետք, տալիս ես անում, տանեմ, սրան, այդ ամեն ինչը էլի դու ես որոշում։ Դու ինքդ ես քո մեջ գցում բռնում, որ իրան դա պետք է։ Ու դու ինքդ քո մեջ կարող ես գցես բռնես, վայ, չէ, բայց ես իրան ավելի շատ եմ տալիս։ Ես իրան, եթե դու այս ամեն ինչը անում ես իր հանդեպ, տալիս ես անում, ես անում, ամեն ինչը տալիս ես, բայց մենակ տալիս ես, ոչ մի բան չես սպասում, ուղղակի իրոք ի սրտե դու զգում ես ու տալիս ես, ոչ մի բան դու չես սպասում։ Դա ընտիր է, ամեն ինչը շատ լավ է։ Բայց հենց դու սկսես սպասել ինչ որ մի բան, այսինքն եթե դու իրան ես տալիս, ինքը ինչ իմանամ, քեզ մի հատ լավ բառ ասի, կամ եթե դու իրան ես անում, քեզ մի հատ ժպտա, կամ հետադարձ քեզ էս մի բանը տա, կամ խոսքի օրինակ շատ ժամանակ պատահում է հիմա որ բոլորը այդ մեսենջեր են ուղարկում, ասենք թե WhatsApp-ով, բանով ուղարկում ես մի հատ, երկու հատ, 3 հատ, այն կողմից հələ պատասխանը չեն տվել, ու դու էլ ասում ես, «Էս ոնց ալնում, ես նստած այսքան ուղարկում եմ, ինքը հələ մի հատ էլ պատասխանը չի էլ ուղարկել, հատ հեռախոսիդ ես նայում», բայց այ ձեր ցավը տանեմ, սա դու ես այտենց մեծացել, դու ես այտենց ուզում, դու ես դա քո կյանքն է, դու ես վարկյանը մեկ մեսենջը ուղարկում ու դու
քո մտածելակերպով դու սպասում ես, որ այս մեկն էլ անի նույնը, ինչ որ դու ես անում, բայց այս մեկը իրոք քեզ շատ սիրում է, իրոք շատ լավ է քեզ վերաբերվում, բայց ինքը ուրիշ ձև է։ Ինքը խոսքի օրինակ կարող է մի անգամ կամ երկու անգամ է մեսենջը ուղարկում, ասենք թե։ Ու դու ինչքան այս ամեն ինչը անում ես, իրան սկսում ես ծանրացնել։ Այսինքն ոնց որ վզին դնում ես եկքա մի հատ բեր։ Այնքան անելով, տալով ու սպասելով ու ժամանակ է գալիս, երբ որ այս մարդը արդեն ինքը իրան պետք է պաշտպանի։ Դա արդեն այդքան գիտակցորեն չի, ինչքան ենթագիտակցորեն։ Ինքը զգում է, որ ինքը արդեն ծանրանում է, ինքը ծանր է արդեն։ Իր վրա բերը շատ է իր վրա բեր լցնում։ Այսինքն ինչ պետք է անի, ինքը ենթագիտակցորեն ինքը կամած սկսում է պաշտպանվելը որն է, ինքը սկսում է հեռանալը։ Ինքը կամած քեզ սկսում է իրանից հեռացնել, որտեվ դու իրան սկսում ես վահանել, այդքան տալով, այդքան այն որ ասում են ռուսիասա чересчур хорошо тоже нехорошо, էդի է, այն որ ինչքան շատ ես տալի, հասնում ես արդեն մյուս էքստրեմը։ Ու այս մարդը ինքը ինչ անելու, ինքը պաշտպանվելու է։ Ինքը քեզնից հեռանալու է։ Այսինքն այդ տալու ընթացքում ամենակարևոր բաներից մեկը ընդհանրապես դա սովորելն է ոչ մի բան ոչ մեկից չսպասել։ Եթե դու իրոք տալիս ես, եթե դու իրոք անում ես, ի սրտե ես անում, դու մյուսից ոչ մի բան չպետք է սպասես։ Ու այդ ժամանակ մյուսը ինքը իրան քեզ կտա, որտեվ ինքը մյուսն է։ Ինքը ուրիշ պայմաններում է մեծացել, ինքը ուրիշ մտածելակերպ ունի, իր ընտանիքը ուրիշ է եղել, իրան ուրիշ բան են սովորացրել։ Իսկ դու ուզում ես, որ ինքը անի նենց, ոնց որ դու ես անում, ոնց որ քեզ են սովորացրել, ոնց որ քո կյանքի փորձն է քեզ ցույց տվել։ Այդտեղա որ հարաբերությունները հիմնականում փչանում են, երբ որ դու փորձում ես մյուսից պահանջել կամ սպասել, որ մյուսը քեզ տա այն ինչ որ դու ես տալիս։ Այսինքն պետք է գտնել ոսկի կենտրոն, հավասարությունը, հավասարակշռությունը։ Ու ելի եմ կրկնում ամենակարևոր բաներից մեկը սովորել չսպասել։ Դու ինքդ քո վրա աշխատել եւ ոչ մեկից ոչ մի բան չսպասել։ Ու եթե դու ցանկանում ես ինչ որ մեկին մի բան տալ, դու այդ բանը տալիս ես։ Ու եթե դու ցանկանում ես այս մարդու հետ, որի հետ նեգատիվ ես դու ունեցել, ասենք թե փոխվի ինչ որ մի բան, առաջի հերթին դու քո մեջ սկսի փոխել քո մտածելակերպդ այս մարդու մասին։ Թե պետք գիտես ինքը սենցա նենցա, դու ուղակի քո մեջ սկսի փորձելը քո խոսքը, քո բառը իր մասին ավելի պոզիտիվ անել։ Ու դու կտենաս ոնց քո հարաբերությունը հենց այս նեգատիվ մարդու հետ, որի ոչ չես ունեցել, տարիներ ավատես, ինքը կամ կդզվի, կամ այս մարդը ուղղակիորեն քո կյանքից դուրս կգա։ Հիմա հանցնենք մի հատ ուրիշ հարցի։ Այդքան որ խոսում են, շատ հիմա հայտնի է, ասենք թե նենց քնած մարդիկ, արթնացած մարդիկ, ես ընդհանուր տերմինորը եմ էլի ուզում բանանել, նենց որ մի քիչ շատ հիմա օգտագործվում են, որ հասկանանք, մի հատ բնականաբար մի հատ հիմա ֆիզիկական մաքուր ֆիզիկական օրենք կբերեմ ֆիզիկական կյանքից, ինչպես միշտ որ կարողանանք հասկանալ հոգևոր կյանքում ինչա պատահում, չէ։ Այդ որն է այդ արթնացումը, հիմա որ շատ է խոսացվում, ես էլ իմ սեմինարներին շատ եմ խոսում այդ հոգևոր արթնացումը, հոգևոր լետարգիայից, ես էլ սեմինար ունեմ արթնացում հոգևոր լետարգիայից, որն է այդ հոգևոր լետարգիայի արթնացումը, որն է։ Մենք սկսենք մենք հասարակ ֆիզիկական օրենքից։ Մենք ունենք խոսքի օրինակ, մարդ, որը որ քնած է, բոլորս է քնում ենք, եկեք քնած մարդուն սենց պարկած նկարենք, քնած մարդ, բոլորս է քնում ենք։ Մենք ունենք երկրորդ փուլը, որը որ կամած քնից զարթնում ենք, արթնանում ենք ֆիզիկական աշխարհում, եկեք այս մարդուն էլ նկարենք նստած։ Ասենք թե սենց նստած է ինքն էլ։
Եվ երրորդ փուլը, որ մենք արդեն տեղաշորից վեր ենք կանում եւ մտնում ենք մեր առօրյա կյանքը, որ դա արդեն նկարենք կանգնած արթուն մարդ։ Այս 3 ստադիայով, այս ամեն մի ստադիան իր հերթին ունի շատ տարբեր բաներ։ Ես չեմ ուզում շատ խորանալ, որ երկար չլինի, որտեղ ամեն մեկը տարբեր ստադիաներ ունեն։ Քունը, երբ որ քնած ես, երազ ես տենում, երբ որ երազ չես տենում, էսա այնա խորը քունա, ցածր քունա, էսա սրա զարթնածը, սրա կայնածը։ Այս 3 գլոբալ հիմնական բանը վերցնենք։ Քնած, մեջտեղինը, որ արդեն քնից արթնանում ես կամած, եւ երրորդը, որ դու արդեն արթուն ես եւ մտնում ես կյանք, աշխատում ես, գնում ես, գալիս ես։ Հիմա ի՞նչ է կատարվում։ Նույնը կատարվում է հոգևոր աշխարհում։ Հոգևոր աշխարհում կատարվում է նույն բանը։ Գոյություն ունեն քնած մարդիկ, ստեղ մի քիչ գույներով խաղան գույներով։ Սևը ես այդքան չեմ սիրում, կգնաց որ կապուտով կանենք։ Հոգևոր աշխարհում կան մարդիկ, որոնք որ դերևս քնած են, այսինքն գտնվում են մյուս ձևով էլ կարանք ասենք նենց լավ ֆիզիկական կյանքով են ապրում, էլի նենց լրիվ ամեն ինչը գիտենք, որ երկու բևեր ունի, չէ՞, մեր հոգևոր բևերը եւ ֆիզիկական բևերը։ Այս կոպիտ ասած, այս քնած մարդիկ իրանք ապրում են լավ են ֆիզիկական բևերում։ Այդտեղից չեն ուզում դուրս գալ։ Գոյություն ունեն այս երկրորդ մարդիկ, որոնք որ արդեն այն ստադիայի մեջ են, որ ինչ որ զգում են, տեսնում են հոգևոր կյանքում, որ ինչ որ մի բանը փոխվում է, ինչ որ մի հատ ուրիշ իրականություն կա, ինչ որ մի քիչ ստեղ են, մի քիչ ընդեղ են, ստեղից են նայում, ընդեղից են նայում, ստեղից են լսում, էս են տենում, իրանք այն վիճակում են, որ կամած ինչ որ այս երկու ստադիաների մեջ են նույն ձևով, ոնց որ այս մարդը նոր քնից զարթնել է հələ, բայց ինքը արթունել չի, բայց քնածել չի։ Արդեն վեկացել ես, դու նենց հələ բան վիճակում ես, էլի ասենք թե։ Ու բնականաբար մնացած մյուս մարդը, մյուս օրինակը, դա նայե, որ արդեն արթուն է այս մարդը։ Արդեն ինքը արթնացել է եւ գիտի, որ գոյություն ունի հոգեվոր աշխարհ, եւ գիտի, որ գոյություն ունի, որ ամեն ինչ այս աշխարհում շատ հեշտ է, շատ հանգիստ է, շատ ամեն ինչը հոյակապ է։ Ինքը արդեն գիտի, որ անցել է այս մարդը, անցել է ստեղով էլ անցել, ստեղով էլ անցել, ինքը արդեն հասել է ստեղ։ Հիմա ինչ է կատարվում։ Մի հատ գնանք այս ֆիզիկականին նորից։ Այս ֆիզիկականում այս մարդը որ քնած է, այսինքն նույնն էլ կա, ես սրա մասին եմ խոսում, դուք այն ներքևինն է ձերի հետ պատկերացրեք։ Այս մարդը որ քնած, այս մարդը սիրում է քնել երկար։ Ասենք թե այս մարդը սիրում է քնել մինչև ժամը 12-ը 1-ը, խոսքի օրինակ։ Այս մարդն էլ էր վախտին քնում այտենց, բայց ես վերջերս սկսել է ինչ որ ժամը 10-ի կոմերը զարթնել առավոտը, ժամը 9-ին, զգում է որ ինչ որ ավելի հավես է էլի։ Կամած զարթնում է։ Իսկ այս մարդը զարթնում է առավոտ ժամը 5-ին, 6-ին խոսքի օրինակ։ Ու առավոտվա մարդը ինքը զարթնում է, իր գործերը անում է, մինչև այս երկուսը զարթնում են, ինքը արդեն այնքան բան արել է, որ մի վաղ գործ արել։ Հիմա այս քնածը սրան շատ ժամանակ հնարավոր է ասի, արա, այս մեկին տեսար, առավոտները ժամը 6-ից ժամը 5-ից ոտի վրա ինչ անում է դի։ Առավոտվանից ոտի վրա հելել գնել է, փոխանակ պարկածը լինի, տակ, տեղերի մեջ, սիրուն, քնած, ինչ անում։ Ես էլ կասի չգիտեմ, ճիշտն ասած չեմ մանում, բայց դուրս գալիս է, հա, ես էլ էի առաջ շատ քնում, հիմա ոնց որ սկսել եմ մի քիչ առավոտները շուշուտ զարթնել, ավելի շուտ։ Ու զգում եմ, որ ոնց որ թե ավելի լավ է, էլի, ավելի նորմալ է, ավելի բան է։ Նույնը կատարվում է ստեղ, այս ներքևում հոգևոր աշխարհում։ Այն մարդիկ ովքեր գտնվում են այս ստադիայում, որ քնած են, այս մարդը այս կիսարթուն, եկեք սենց սաղանունները բանա էլի նենց դրած է, այս ուղակի խաղի ձևով է դրած անունները։ Այս քնած մարդը, այս կիսակուն մարդին կարող է ասի սրա մասին խոսա, չէ, իրեքն էլ իրար ճանաչում են։ Վայ, դու գիտես, որ էսի վապշե յանը տարել է սրա, հա,
Էսի ոնց որ եսի ինչ լինի, ամեն ինչից բողոքում է, ամեն ինչը վատ է, ամեն ինչը չի ուզում, էսա, այնա, այն օրը ինչ իմանայի, գնացել էի մի հատ կայֆոտ տեղեր ուտել, խմել, ասեցի արի, խմելիք, ուտելիք, լիքը բան ման կա, ասեց չէ, ես միշտ չեմ ուտում, ես չեմ անում, չեմ խմում, ինչ ես խմում, քեզ կառնեմ, ասեց ես մենակ հյութ եմ խմում, խնձորի հյութ խոսքի օրինակ։ Ասում է առա խնձորի հյութը խանութից մտա առա, եկավ, տեսավ, ասես չէ, ես պակետով հյութեր չեմ խմում, ես նատուրալ հյութ եմ խմում։ Ինչ ասում ես, դուրը չի գալիս, ինչ ասում ես, ու ես էլ լսում եմ ու ասում եմ չէ, բայց գիտես ինչ, ճիշտն ասած այն մարդը նորմալ ապրում է, էլի իր գործը լավ է, ընտանիքը լավ է, էսա գնում է հանգստանալու, գալիս է, երեխեքը, ամեն ինչը ինձ թվում է, որ ինքը նորմալ է։ Չէ, ինչ ես ասում, եսի ինչ է, բաբշե, ում հետ է խոսում եմ իմ ընկերությունից, իր ընկերությունն էլ, ծանոթությունն էլ ինչ պետք է լինի, նույնը։ Այսինքն, այս կիսարթուն մարդը սրան ասում է տես, ես հələ չեմ կարա ոնց որ ինքն է։ Ես հələ չեմ հասել ստեղ, ես էլ չեմ հասկանում իրան, բայց իմ դուրս գալիս է այ իրավիճակը։ Ու ես չեմ ուզում գտնվել այնտեղ, որտեղ դու ես հիմա։ Ես այդտեղ եղել եմ, ես հիմա սա չեմ ուզում։ Ես սա չեմ հասկանում, բայց ես ձգտում եմ սրան։ Բայց գիտեմ, որ ես սա չեմ ուզում իմ համար։ Հիմա այս նեգատիվ տենց ասենք մարդը, քնած մարդը, ամեն անգամ իշքան նեգատիվ, իշքան ասի, եթե այս կիսարթուն մարդը ինքը մի քիչ թույլ է, ինքը իրանով եթե թույլ է, ինքը իրա վրա չի աշխատում, հիշում եք ես խոսացել եմ աուրայի պնդության, վիբրացիաները բարձրացնելու համար, եթե ինքը նոր է, ասենք թե, ու հələ ինքը չի բարձրացրել շատ իր վիբրացիաները, ինքը հələ կիսա արթուն է, եթե այս կիսա արթունը թույլ մարդ է, այս քնածը եթե ասեց, արա դե պարկի քնի, ինչ ես գնում այնտեղ նրա հետ առավոտ կանու, հələ մի հատ նորից պարկի, էսի նորից կպարկի կքնի, հասկանում եք, Իշքան ալնում, մենք էլ մեր կյանքում շատ ժամանակ վեր ես կանում խոսքի օրը, արդեն վեր ես կացել, մեկ էլ ասում ես չէ, լավ էլի, պարկեմ ու քնեմ, էլի պարկում քնում ես, ու այդ քնելը թե կարող է մեկ էլ հոպ, գնաց մի 2-3-4 ժամ կոպիտ ասած, տենց էլի պարկեցիր, քնեցիր։ Կամ մեկ նստում ես, էլի զգում ես, որ քունդ տանում է մի փոքր, բայց ասում ես չէ, ավելի լավ է վեկանամ ու վեր ես կանում։ Էդի նույն ֆիզիկական կյանքում նույն բանն է։ Եթե դու մի քիչ թույլ եղար, այս ամենակարևորը, էսի շատ կարևոր բան է, այս փուլը, այս մեջտեղի փուլը, ու շատ զգուշ է պետք լինել այս մեջտեղի փուլում, որտեվ եթե դու մի քիչ թույլ ես այստեղ, այս վիճակում, թե դու կամ այս կողմ ես գնալու կամ այն կողմ, եթե այս մարդը, այս նեգատիվը շատ ուժեղ է, ու գալիս է քեզ հասնում է, մի անգամ ասեց, երկու անգամ ասեց, 3 անգամ ասեց, 10 անգամ ասեց, այս նեգատիվից ինչ որ մի բանը քո մեջ կմնա։ Միած տեղ մինուսը կմնա, միած տեղ բացասականը կմնա, վաղը մյուս օր դու էլի կամած կդառնաս տեղ, որտեղ էսի է տենց ասում։ Էս է եթե քո շրջապատում մի երկու հոգի իրա նման կան, էս էլ է կողքից ինչ որ քեզ տենց բան ասում, այն մեկն էլ է քեզ տենց բան ասում։ Դու արդեն կամած, եթե դու ինքդ քո վրա չաշխատեցիր, այս կիսա արթուն վիճակից դու էլի կարաս գաս հետ այս քնած վիճակին։ Իսկ այն մարդը, որ ինքը իր վրա աշխատում է, իր վիբրացիաները արդեն այնքան բարձր են, իր աուրան արդեն այնքան ուժեղ է, որ այս սրանք էլ ինչքան է խոսան, իր վրա չի ազդում։ Այսենց գնում է ու անցնում է։ Ձեր չի տալիս բացարձակապես։ Այս նեգատիվը նեգատիվն էլ ուզում է լինի։ Կողքերով անցնում։ Դրա համար է շատ կարևորը, որ ամեն մեկս աշխատենք ինքներս մեր վրա, էլի եմ կրկնում, բարձրացնելով մեր վիբրացիաները և ամրացնելով մեր աուրան։ Իսկ այս մարդկանց ես ուղղակի խնդրում եմ տենց ընկերականով, էլի, եթե դուք ինչ-որ մեկն ու մեկը զգում է, որ ինքը գտնվում է ստեղ, փորձեք մի փոքր բան լինել, էլի, ձեր միտքը, ձեր բերանը, ձեր արարքները, մի փոքր հետևել։ Եթե դու քեզ գտնում ես, որ դու գտնվում ես այս մեջտեղի ստադիայում, դու փորձի ավելի
ուժեղ աշխատել քո վրա, շատ ավելի ուժեղ աշխատել քո վրա, որ քո վիբրացիաները ամեն անգամ իրանք ավելի ուժեղանան, ու որ դու պարկելու տեղը միանգամից ոտի կանգնես։ Ոչ թե նորից գնաս քնելու, այլ միանգամից գնաս ու ոտի կանգնես։ Սա է հիմնական կոպիտ ասած սխեմատիկ այդ 3 փուլերը, ստեղ վերևն էլ տեսակ ինչի է, ոնց է, մենք խի ենք ինչ որ մեկին սիրում, ինչ որ մեկին չենք սիրում։ Ժողովուրդ ջան, իրականում ամեն ինչը լուրջ, այնքան հավես է, այնքան հեշտ է, այնքան սովորական է։ Աշխատեք ձեր վրա, բարձրացրեք ձեր վիբրացիաները եւ երբեք թույլ չտաք, որ ինչ որ մեկի նեգատիվը ու այդ մեկը կարևոր չի ով է, լինի ընտանիքի անդամ, լինի ծնող, լինի երեխա, լինի հարևան, լինի ընկեր, լինի բարեկամ, ով որ է, երբեք թույլ չտաք, որ մյուսի նեգատիվը ձեզ հասնի, կպնի եւ ինչ որ մի բանով մի ձևի վարակի։ Իսկ երբ որ իրոք դուք ձեր վրա աշխատեք եւ ամրապնդեք, բարձրացնեք, այսենց լավ բարձրացնեք ձեր վիբրացիաները, ինչ էլ անեն չանեն, արդեն ձեր դեմ խաղ չկա, ուղակի խաղ չկա, որտեվ հնարավոր չի, որտեվ դառնում ես մի հատ այնց պինդ ինքդ քեզնով այնց պինդ ես դառնում, որ ով ինչ ուզի անի, քո մեջ ուղակի չի մտնում։ Գալիս է այսենց կողքովը, տեսի սրա մասին խոսացել եմ, անցնում է։ Նենց որ ձեր ցավը տանեմ, էլի եմ կրկնում, ես կյանքում ամեն ինչ այնքան հեշտ է, այնքան հասարակ է։ Աշխատեք ինքներդ ձեր վրա, բարձրացրեք ձեր վիբրացիաները, մնացած բոլորին սրան է, բոլորին թողեք մի կողմ, հանգիստ, ընդունեք նենց ոնց որ ամեն մեկը կա, առանց իրանց փորձելու փոխելը եւ աշխատեք ձեր վրա։ Դուք փոխեք ձեզ եւ ձեր շրջապատը ամբողջ աշխարհը կփոխվի։ Ինչպես միշտ ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ, ինչպես միշտ ձեզ բոլորիդ մաղթում եմ երջանկություն, առատություն եւ ձեզ բոլորիդ ուղարկում եմ շատ լույս, սեր եւ օրհնություն։ Շնորհակալ եմ բոլորիցդ։